Լինում է չի լինում մի փոքրիկ աղջիկ, անունը Մաշա։ Մաշան ապրում էր իր տատիկի և պապիկի հետ։ Մի անգամ Մաշայի ընկերուհիները որոշում են գնալ անտառ, սունկ և հատապտուղ հավաքելու։ Նրանք հրավիրում են նաև Մաշային։ Մաշան հարցնում է տատիկին և պապիկին. «Տատիկ, պապիկ, թույլ կտաք ընկերուհիներիս հետ անտառ գնամ»։ Տատիկն ու պապիկը պատասխանում են. «Գնա, բայց ուշադիր կլինես, որ ընկերուհիներիցդ հետ չմնաս, դու դեռ փոքր ես»։ Աղջիկները մտնում են անտառ, սկսում սունկ ու հատապտուղ հավաքել։ Սունկը սունկի հետևից, ծաղիկը ծաղկի հետևից, թիթեռը թիթեռի հետևից։ Այդպես Մաշան հեռանում է ընկերուհիներից և մոլորվում անտառում։ Ձայն է տալիս, կանչում, բայց ընկերուհիները նրան չեն լսում, չեն արձագանքում։ Փնտրում է, փնտրում, ոչ մի կերպ չի կարողանում գտնել նրանց։ Մաշան այս կողմ է գնում, այն կողմ է գնում, այնքան է որոնում, մինչև կորցնում է բոլոր հետքերը։ Հայտնվում է անտառի խորքում, մի բացատում։ Տեսնում է մի խրճիթ։ Թակում է դուռը, արձագանք չկա։ Մաշան հրում է դուռը և ներս մտնում, իսկ ներսում ոչ ոք չկա։ Տեսնես ով է ապրում այս խրճիթում, մտածում է Մաշան։ Իսկ խրճիթում ապրում էր հսկա արջը։ Նա զբոսնում էր անտառում և այդ պահին տանը չէր։ Երեկոյան արջը վերադառնում է և տեսնում է Մաշային և շատ է ուրախանում։ «Կապրես իմ տանը», ասում է արջը, «կհավաքես ու կարգի կբերես իմ տունը, ինձ համար շիլա կպատրաստես, առանց ինձ տանից դուրս չգաս, եթե նման բան անես, կբռնեմ ու կուտեմ քեզ»։ Մաշան մնում է տանը և շիլա պատրաստում արջի համար։ Ամբողջ օրն արջը զբոսնում է անտառում, իսկ երեկոյան վերադառնում է և ուտում է շիլան։ Մաշան մտածում է, թե ինչպես ազատվի արջի ճանկից, բայց ոչ ճանապարհ գիտի, ոչ էլ կա մեկը, որից հարցնի։ Մտածում և վերջապես գտնում է ելքը։ Մի օր կարկանդակ է պատրաստում և երեկոյան արջին հարցնում. «Կթողնես գնամ տուն, տատիկին ու պապիկին կարկանդակ տանեմ»։ «Ոչ մի դեպքում, դու կմոլորվես անտառում», մերժում է արջը։ «Կարկանդակները դիր զամբյուղը ես ինքս կտանեմ»։ Իսկ Մաշային էլ հենց դա էր պետք։ Մաշան անում է այնպես, ինչպես արջն է պատվիրում։ «Ահա», ասում է Մաշան, «ամեն ինչ պատրաստել եմ, այս զամբյուղը տար տատիկին և պապիկին»։ «Լավ», ասում է արջը, «բայց տես, որ ճանապարհին չուտես կարկանդակները, ամբողջը կտանես տատիկին ու պապիկին։ Ես կբարձրանամ ծառը, որպեսզի հետևեմ քեզ, իսկ դու հիմա դուրս գնա, տես, հո անձրև չի գալիս»։ Արջը դուրս է գալիս, իսկ Մաշան մտնում է զամբյուղի մեջ, գլխին դնում ամանով կարկանդակներ ու ծածկում կափարիչը։ Արջը ներս է գալիս, վերցնում է զամբյուղն ու ճանապարհ ընկնում դեպի տատիկի ու պապիկի տուն։ Գնում, երկար ճանապարհից հոգնում է ու մրթմրթում. «Նստեմ կոճղին, մի կարկանդակ ուտեմ»։ Հենց նստում է կոճղին, ձայն է լսում. «Կոճղին չնստես, կարկանդակ չուտես, տեսնում եմ»։ Այ քեզ բան, միթե սա Մաշան է, ինչ էլ տեսնում է այսքան հեռվից, մրթմրթում է արջն ու շարունակում ճանապարհը։ Քայլում, էլի հոգնում է, նայում է ու տեսնում է, որ իր խրճիթը չի երևում։ «Նստեմ մի կոճղի, կարկանդակ ուտեմ», ասում է արջը, բայց հենց նստում է կոճղին, լսում է. «Կոճղին չնստես, կարկանդակ չուտես, տեսնում եմ»։ Այ քեզ խորամանկ, զարմանում է արջը, նստել է վերևում, հեռուն է տեսնում։ Արջը շարունակում է ճանապարհը, շուտով հասնում է գյուղ։ Մոտենում է տատիկի և պապիկի տանը, զամբյուղը դնում է դռան առաջ ու դուռը թակում։ «Բաց արեք, ես ձեզ կարկանդակներ եմ բերել», ձայնում է արջը։ Մտածում է, որ տատիկն ու պապիկը գուցե չեն լսում իր ձայնը, նորից է թակում և բացականչում. «Բաց արեք, ես ձեզ կարկանդակներ եմ բերել ձեր թոռնիկ Մաշայից»։ Գյուղի շները արջի հոտը առնում են, հաչում ու հարձակվում, արջը վախենում է ու փախչում։
Աղմուկի վրա դուրս են գալիս տատիկն ու պապիկը, տեսնում են զամբյուղն ու մոտենում։ Սա ի՞նչ զամբյուղ է, հարցնում է տատիկը։ Պապիկը բացում է զամբյուղի կափարիչն ու զարմանում։ Մաշան դուրս է գալիս զամբյուղից և փաթաթվում տատիկին ու պապիկին։ Երկնքից 3 խնձոր են ընկնում։ Մեկը պատմողին, մեկը լսողին, մեկն էլ այս հեքիաթը գրողին։